Իրան-Իսրայել հակամարտությունը նոր փուլ է տեղափոխվել, վերածվելով նաև ԱՄՆ-Իրան ռազմական բախման։ Ամերիկյան կործանիչները հարվածներ են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։ Նախագահ Թրամփը, որն անձամբ հետևել է ամերիկյան զինծառայողների գործողություններին, դրանց ավարտից հետո գրառումներ է արել X-ի իր միկրոբլոգում։ Նա նշել է, որ այդ հարվածներն Իրանին կտանեն կամ խաղաղության, կամ պատերազմի։ Այժմ կամ խաղաղություն կլինի, կամ ողբերգություն Իրանի համար։ Գլխավոր թիրախը ոչնչացված է, սակայն կան նաև այլ թիրախներ։ Եթե խաղաղություն չլինի, նոր հարվածներ կհետևեն։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-2 ռազմավարական ռմբակոծիչները միաժամանակ հարվածել են Իրանի 3 կարևորագույն միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ Գործածվել են բունկերբաստեր դասի MOP գերծանր ռումբեր, որոնք նախատեսված են խորստորգետնյա թիրախներ ոչնչացնելու համար։ Ֆորդոյի խորստորգետնյա օբյեկտին հարվածների համար կիրառվել են նաև 6 GBU-57 բունկերային տեսակի հզոր ռումբեր։ Ամերիկյան հարվածներից կարճ ժամանակ անց երախտագիտության խոսք է եղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա հայտարարել է, որ Թրամփի խիզախ քայլը կփոխի պատմությունը։ Նրա կարծիքով ԱՄՆ այս որոշումը կարող է Մերձավոր Արևելքը հասցնել բարգավաճման։